վնասվածքի Դաշյանը նախորդ մրցաշրջանի մեկնարկում վերադարձավ Փյունիկ եւ Հովհաննես Հարությունյանն էլ հիմա թողեց այնպես որ այստեղ միանշանակ բարդ է լինելու կա հանդիպման մեկնարկը խաղը դաշտի կենտրոնից սկսում են Մարսաշլոկի ֆուտբոլիստները Արտակ Դաշյան Ալմեյդա լավ փոխանցում էր Արտակ Դաշյանի ուղղությամբ դեպի Տուգանային հրապարակ Կովալենկո ընթացքից արվածեց Կովալենկո ախումբին 2 տարի առաջ նոյի կազմում եւ հիմա էլ պաշտպանում է Մարսաշլոկի գույները այնպես որ նա կարող է ճանաչել եւ ճանաչում է Փյունիկի խաղացողներից ոմանց Փյունիկի Կովալենկո Հարությունյան փոխանցում բայց շատ անհաջող ոչ ոք չկար թիմակիցներից շարունակվում է Փյունիկի գրոհը Կուլիկովը Տուգանային հրապարակում է եւ 11 մետրանոց 11 մետր ոչ էլ Արտակ Դաշյանը այլ Մոմո Յանսանեն Կասուլիչը Յանսանե արված ու գոլ բացվում է հանդիպման հաշիվը Փյունիկը առաջին խաղակեսի վերջնամասում կարողանում է վերջո Մոնտաս Շիմկուս Արջևի գծում Խուան Կորբալան համար 11 համար 9 Ռասմուս Տինդեն եւ համար 10 Դոդո վտանգավոր պա է Դոդո ներառված կատարողը բայց համար 11 Դանիել Կուլիկովը եւս աշխատում է կիսապաշտպանությունում վտանգավոր պա է համար 25 ու Արջևի գծում Մոմո Յանսանը համար 95 մեն գնդակ պայել ահա այսպես ստացվեց խլել գնդակը Կովալենկո Կուլիկով Յանսանը աչից կա տարբերակ Դաշյան ու գոլ Օտանն առաջացավ եւ հիմա կրկնապատկերը եւ սա ելուն փոխանցում էր Հարությունյանի կողմից Կուլիկովին միայնակ Կուլիկովը շարժվում է առաջ լավ էր տեսել Յանսանեին բայց փակեցին նրա փոխանցումը Յանսանե Հարությունյան լավ փոխանցում է Յանսանե եւ Գարմալակյան Արցիալ Հովհաննիսյան Կուլիկով լավ փոխանցում է հարված եւ փրկում է դարպասապա Կովալենկո գոլ Միխայել Կովալենկո ինչպես գտավ այդ անկյունը ինչպես գտավ այդ արահետը եւ գնդակը կարողացավ ուղարկել դարպասային գծից այն կողմ կրկնապատկերը տեսեք փոխարինման դուրս եկած պիկիսը ստացավ գնդակը արվածեց դարպասապա փրկեց նորից խլում են գնդակը Կուլիկով Վտանգավոր է Իսլամովիչ հարված եւ սայթակեց Փոխանցում Տուգանային հրապարակ վտանգավոր է Տարփինյան թողեց գնդակը Իսլամովիչին եւ վերջինիս Լակյան գտավ ամեն դեպքում Տարախչյանին Էդգար Մալակյանը Տարախչյան շարժվում է կենտրոն Դուրս եկավ մրցակցի թիկունքից վերցրեց գնդակը փոխանցում Աչեզեր Դաշյան ու դարպասածողը ցնցվեց Դարփինյան վտանգավոր կարող է ստացվել Դարփինյան փոխանցում Սավ 2022-23 մրցաշրջանում սկսեց Չեմպիոնների լիգայից հասավ Չեմպիոնների լիգայի օրակարգման 3-րդ փուլ ճանապարհին հաղթը հարելով Վտանգավոր պայր շեռացրեց մախումբին գնդակներուն է օրակարգման 2-րդ փուլ դուրս գալու իսկ եւ օրակարգման 2-րդ փուլում հայկական 3 թիմերին սպասում է հայկական մեկ այլ թիմ Նոան Հայաստանի փոխ-չեմպիոնը իհարկե այս պայն ամենաբարդ Ալաշկերտի խնդիրն է բայց անլուծելի չէ միանշանակ Ալմեյդայի արվածը Վտանգավոր է Դոդոն ստացավ ազատություն եւ Սարաչ Տանգավոր է եւ շեղ է ստացվում Դարփինյանի արված Մարսաշլոկը գերազանցեց Փյունիկին Ակուլենկո Մալակյան արված եւ մախումբին վերցնում է գնդակ Լավ խաղարկություն չի ունենա առավելագույնը 1 գրոհ Խանցում Տուգանային հրապարակ եւ խնդրեմ եւս մեկ վտանգավոր պաս ստեղծեց
Մուսկատը փաստորեն զգուշացվեց։ Փոխանցում Տուգանային հրապարակ եւ վերջ ավարտված է հանդիպումը։ Պյունիկը առաջին խաղում համոզիչ հաղթանակ է տոնում